Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարցը ուղղված է տարածքային կառավարման նախարարին։ Պարոն Խուդացյան, ես բազմիցս եւ ազգային ժողովի ամբիոնից եւ գրավոր հարցումով եւ փոխնախարարի հետ քննարկման ժամանակ բարձրաձայնել եմ Աբովյան համայնքի վերին պտղնի բնակավայրի 4-րդ փողոցից դեպի դպրոց Բուշկետ բնակավայրի վարչական կենտրոն տանող հետիոտնի համար նախատեսված ճանապարհի բացակայության մասին։ Երեխաները դպրոց գնալու, հիվանդները ծերերը Բուշկետ գնալու, ընդհանրապես վարչական կենտրոն գնալու համար պետք է նախ հատեն երկաթ գիծը, հետո անցնեն երկու համապետական նշանակության ճանապարհներով կամուրջների տակ, որոնք ոչ հետիոտնի անցում ունեն, ոչ էլ որևէ նշագծում կա։ Երբ փոխնախարարի հետ քննարկեցինք այս հարցը, նա հավաստիացրեց, որ անպայման կքննարկվի եւ որևէ լուծում կառաջարկվի։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում. արդյոք դուք քննարկել եք այդ հարցը եւ եթե քննարկել եք, ինչ լուծում եք առաջարկում այդ փողոցի այդ բնակիչներին։ Եվ երկրորդ հարցս, քանի դեռ ժամանակը ունեմ, խոսքս վերաբերվում է Վանաձորի բազում թաղամասի Գրիբայեդը 6 շենքի կարգավիճակին։ Ասեմ, որ այս շենքի վերաբերյալ ես դեռևս մարտի 13-ին արդեն 2 ամիս է նամակ եմ գրել, հարցում եմ ուղարկել նախարարություն, դեռ մինչ օրս պատասխան չունեմ։ Այդ շենքը վթարային վիճակում է, կիսաքանդ է եւ այնտեղ ապրել նոր օրի դառնում է վտանգավոր, իսկ այս վերջում երկրաշարժը շատ ավելի ցցուն է դարձրել այդ վտանգավորությունը։ Արդյոք կառավարությունը որևէ միջոց է նախատեսում այդ կարգավիճակը վերանայելու ուղղությամբ, ինչ միջոցներ են նախատեսվում շենքը վերանորոգելու կամ ամրացնելու կամ ընդհանրապես ապամոնտաժելու, նորը կառուցելու ուղղությամբ։ Հնարավոր է, որ այդ շենքի համար, այդ շենքի ամրացման որևէ ծրագիր նախատեսվի 26 թվականի բյուջեով առնվազն։ Հիշեցնեմ, որ ես այդ նույն վիճակում Երևանյան խճուղու վերաբերյալ հարցում եմ դրել եւ դուք ուղարկել եք պատասխան, որտեղ հստակ գրում եք, որ այո, շենքը շատ բարդ ծանր վիճակում է, շատ փոքր ցնցումը կարող է փլուզման ենթարկել շենքը եւ ընդամենը։ Հիմա սպասենք փլուզվեն, նոր սկսենք այդ հարցերի մասին։ Արդյունքը պատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը։ Տիկին Գուրեգյան, շնորհակալ եմ հարցի համար։ Երկաթ գծի անցման հետ կապված հարցի մասով տեղյակ եմ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալի հետ քննարկում եք ունեցել, վստահաբար գործընկերները զբաղվում են այդ հարցով եւ անհրաժեշտ ինֆորմացիա կփոխանցեն ձեզ, որ փուլում է գտնվում հարցի լուծումը։ Իսկ վթարային շենքերի հետ կապված մենք բարբերաբար ուրեմն քննարկումներ ենք իրականացնում վթարային շենքերի բնակիչների նախ տարանջատելու համար, այսինքն կան շենքեր, որոնց սեփականատերերը բնակիչներն են, իսկ կան վթարային շենքեր, որտեղ բնակիչները ապրում են վթարային շենքում, բայց այդ շենքերի սեփականատերը պետությունն է կամ համայնքը։ Այսօր էլ մի այդպիսի քննարկում ենք ունեցել աշխատանքային փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ եւ այս հարցին համապարփակ լուծում առաջիկայում կլինի։ Պիտի նորից շեշտեմ, կախված շենքի կարգավիճակից այդ շենքը պատկանում է բնակիչներին, իրենց սեփականությունն է թե ոչ, համայնքային սեփականություն է թե ոչ եւ պետական սեփականություն է թե ոչ։ Շնորհակալություն։ Արձագանք, ամեցի։ Նախ այո, մենք քննարկել ենք Տիկին Ղալեչյանի հետ եւ ըստ էության նախնական ինչ որ առաջարկ եղել է գոնե առնվազն Տիկին Անդրեասյան, երևի թե դուք էլ պետք է զբաղվեք այս հարցով, գոնե դպրոցականներին դպրոց հասցնելու համար համայնքային որևէ տրանսպորտ լինի։ Դե զարմացաք, չէ, որ մինչև հիմա ձեր չէի անդրադարձել։ Ես հասկացա։ Դրա համար նշեցի։ Ուրեմն դպրոցականը չի կարողանում գնալ, քննարկելս որն է, հասկանում եք, դպրոցի երեխան պետք է երկու մեծ համապետական նշանակության ճանապարհ կտրի, որտեղ մայթ չկա, անցում չկա, դպրոց ենք սարքում, մանկապարտեզ ենք սարքում, այդ դպրոցը սարքում եք ում համար, եթե երեխան չի կարում հասնի այդ դպրոց։ Այս հարցը առնվազն առաջնահերթ լուծում ունի մինչև միգուցե վերգետնյա կամուրջի, չգիտեմ, ինչ որ ճանապարհ սարքեք ծրագրով, բայց սա կարևոր է։ Իսկ ինչ վերաբերվում է շենքերին, շենքերի կարգավիճակին, ես կրկնում եմ,
Երևանյան խճուղու համար դուք տվել եք ինձ պատասխան, որ այո, շենքը վթարային է եւ փոքր ցնցումը կարող է դարձնել փլուզման պատճառ դառնալ։ Հիմա այդ որ փլուզման տակ մնաց բնակիչը ինչ կապ ունի, նա այնտեղ հաշվառված, Աստված մի արած է, մարդկային կորուստ ունեցան, ասենք դե ոչինչ ինքը այնտեղ հաշվառված չէր։ Ես նկատի չունեմ հաշվառված է թե ոչ, ես նկատի ունեմ շենքի սեփականատերը ով է, որովհետև շենքի սեփականատիրոջից է կախված փոխհատուցման մեխանիզմը եւ կառավարության անելիքի այդ հարցում, իսկ մյուս հարցին արդեն անդրադարձա։